Հրապարակ օրաթերթի տեղեկություններով Սիսիանի զորամասերից մեկում այսօր հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի, ինչը նախնական վարկածով որակվում է որպես ինքնասպանություն։ Ի պատասխան լրագրողների հարցին արդյոք նախարարը տեղյակ է այս դեպքի մասին, Սուրեն Պապիկյանը պատասխանել է, որ նա կպարզի ու հայտարարությունով հանդես կգա։ Այս ողբերգությունը վերջին 10 օրվա ընթացքում բանակում արձանագրված արդեն 4-րդ մահվան դեպքն է, ինչն էլ ավելի է սրում ոլորտի պատասխանատուների անգործության շուրջ ծավալված հանրային բողոքի ալիքը։ Բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում, ինչու։ Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը ու անցյալը, ընդհանրապես բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Հայաստանի Հանրապետության պատմության ողջ ընթացքում, բանակի ողջ պատմության ընթացքում դեպքեր ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների եղել են մշտապես։ Դրանք բարձրացել են, իջել են։ Ըստ էության պաշտպանական գերատեսչության ղեկավարը փորձում է տարանջատել ողբերգական պատահարների քաղաքական պատասխանատվությունը բանակում առկա արատավոր երևույթների պատմական ժառանգությունից։ Այս դիրքորոշմամբ նախարարը փաստացի հակադրվում է հանրային այն ընկալմանը, որ զինվորի կյանքի համար առաջնային պատասխանատուն հենց ոլորտի քաղաքական ղեկավարն է։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին են հիշեցրել վերջին շրջանում բանակում մահվան դեպքերի աճի մասին։ Ի պատասխան նա խոստացել է արմատական եւ վճռական քայլեր անել։ Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստում քնելու խնդրի հետ։ Եվ հիմա այդ խնդրը ավելի ասրվել, գիտեք ինչի, որովհետեւ երբ որ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ մտավախություն ուներ, որ կարա, եթե ինքը քնի, իր ֆիզիկական անվտանգությունը բան կլինի, կվտանգվի։ Հիմա գիտեմ, որ դա չի լինելու կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի միջավայրի զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, ովքեր պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, մնացել է տեղում, եւ այստեղ մենք քննարկում ենք, որ ռադիկալ քայլեր են պետք, որովհետև կրթությունը այո, մյուսը այո, բայց երկարաժամկետ քայլերով մենք այդ խնդիրը չենք կարող լուծենք, չնայած դա պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանին հարց տալու ընթացքում Նարեկ Կարապետյանը դիմել է Արարատի Տիգրանաշեն գյուղի բնակիչներին։ Այդ բնակավայրը Նիկոլ Փաշինյանը համարում է ադրբեջանական տարածք։ Սիրելի Տիգրանաշենցիներ, մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Դուք այս ընտրություններուն քվեարկել եք, ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը ու այսօր ձեր տները վտանգ կա, որ հանձնվելու է Ադրբեջանին։ Մենք պայքարելու ենք դրա համար, բայց դուք էլ օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները։ Երբ որ այդ գիծը հատել ես, էլ վերադարձ չկա։ Նիկոլ Փաշինյանը ամենայն հայոց կաթողիկոսին խորհրդարանի ամբիոնից մեղադրել է ուխտադրժության սեռական կյանքով ապրելու համար։ Ընդդիմությունի պատասխան հարվածել է սեղաններին, վանկարկել վեհափառ։ Իսկ Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր։ Ավարտեք, վերջացրեք։ Դմփոց այդ փաստը չի կարա ջնջի, հասկանում եք, Կտրիչ Ներսիսյանը աղջիկ ունի։ Վերջ։ Խնդրում եմ դմփացնեն նրանք, ովքեր չգիտեն եւ չգիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը ունի աղջիկ։ Հա։ Ապացուցվեց ակնհայտը, մարդիկ ճշմարտության հետ խնդրեմ ունեն։ Պարոն Մանուկյան, լրեք մի հատ։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հանգիստ թողի վերափառի։ Ավարտեք։ Ասենք եթե դες համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար որպես հայաստանյա ծառայելական սուրբ եկեղեցու հետևորդ դա սրբապղծություն է։
Պիղծա ձեր վեհապարը, պիղծա։ Լրեք, ներողություն, ավարտվեց այս հարցը։ Այսինքն եթե դուք խնդիր չունեք, որ մայր աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմդմփացրեք ինչքան ուզում եք, դմդմփացրեք։ Պարոն Մանուկյան, ես ձեզ նախազգուշացնում Ես ինչքան գիտեմ երեխա ունենալու ուրիշ մեթոդներ, նույնիսկ եկեղեցում չկան, երեխա ունենալու մի մեթոդ կա, այդ սեռական հարաբերություններն են։ Եվ էկոյով է։ Բան կուսակրոնություն եւ ընդ որում ես կարծում եմ, որ բոլոր այդ գիծը հատած հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ամենայն հարգանքով ես չեմ դատապարտում ոչ մեկին Я затрудняюсь в понимании того, что значит был бы доволен, если бы его исключили. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հապկից Հայաստանին հեռացնելու մասին հայտարարությանը։ Եվրամիության անդամակցության ուղին ընտրելով Հայաստանը կբախվի ԵԱՏՄ օրենսդրության հետ խորը հակասությունների, ինչը կվնասի հենց Երևանին, ասել է Պեսկովը։ Անդրադառնալով հապկին Կրեմլի խոսնակը նշել է, որ եթե Հայաստանը այլևս չունի կազմակերպությանն անդամակցելու կարիքը, լիովին ազատ է համապատասխան որոշում կայացնել եւ դուրս գալ դրա կազմից։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք հապկում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ հեռացնի Հայաստանը կազմակերպության շարքերից։ Կազմակերպությունում ի դեպ կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից, ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեզ համենայն դեպս կազատի դուրս գալ չգալու երկընտրանքից։ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին հայկական երկաթուղին շահագործելու կոնցեսիան վաճառելու երրորդ երկրի։ Փաշինյանը պնդել է ռուսական երկաթուղիների կառավարմանը հանձնված երասխախուրի երկաթգիծը դուրս է մնում թրիփ ծրագրից, քանի որ արևմտյան գործընկերները հրաժարվում են ներդրումներ անել Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով։ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Կրկնում եմ, Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը։ Հայաստանի երկաթուղին 2008 թվականից կոնցեսիոն կառավարման պատկանում է ռուսական երկաթուղիներ ընկերության դուստր Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը։ Պայմանագրի նախնական արժեքը մոտ 104 միլիարդ դրամ է գնահատվում։ Եվ սրա համար մենք պետք է Այս ամենի ֆոնին նա հայտարարել է, որ Հայաստանը կսկսի աշխատանքներ Եվրամիությանն անդամակցության դիմում ուղարկելու հարցով։ Կրասնոդարում ուկրաինական զինուժը թիրախավորել է մանկական մասնավոր կենտրոն, զոհվել է 2 երեխա, տուժել է 12, հոսպիտալացվել է 10 մարդ, այդ թվում 6 երեխա։ Ուկրաինան անընդհատ թռչող սարքերով թիրախավորել է Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում և Դաղստանում գտնվող Օզոն ընկերության պահեստներն ու լոգիստիկ կենտրոնները։ ԱԹՍ-ի հարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնում։ Հարձակման է ենթարկվել նաև Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքում գտնվող պահեստը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ վստահություն հայտնելով, որ Մինսկն ու Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը։ Բելարուսի ղեկավարը շեշտել է, որ անկախ աշխարհաքաղաքական ցնցումներից երկու ժողովուրդների ապագա սերունդները կպահպանեն ավանդական բարեկամական ու ազգակցական կապերը, իսկ Մինսկն ու Կիևը կվերականգնեն համագործակցությունը հիմնված վստահության, հարգանքի եւ իրավահավասարության սկզբունքների վրա։ Հյուրընկալ Բելարուսը միշտ բաց է յուրաքանչյուր ուկրաինացու համար, ով գալիս է բարի մտադրություններով, նշել է Լուկաշենկոն։
Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Իրաքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցման ֆոնին։ Սպասվում է, որ ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հենց այսօր, օգոստոսի 24-ին։ Երևանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի մինչև 40 աստիճան տաքության։ Նախալեռներում կգրանցվի 37 աստիճան տաքություն, իսկ լեռնային մարզերում 33 աստիճան տաքություն։ Սրան հակառակ օգոստոսի 25-ից 27-ի երեկոյան, 28-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում։